ներկայացուցիչին շնորհակալություն հայտնենք, որ պատգամավորների հետ նստած ինքը փայլեց, թե իր գիտելիքներով, թե իր մատուցման ձևով, իր մակարդակին այնտեղ չկար ոչ մեկ, երկրորդն էլ մենք ինչ եք ուզում լսեք, ուզում եք իմանաք հանձնվելու ենք թե չէ։ Ես ասում եմ, չէ, մենք նախորոք չենք որոշում, ընթացքն է ցույց տալիս։ Մենք չենք հանձնվելու, բայց իմ ամբողջ գործընկերներն ասում են մի տարիա կդիմանանք, հետո չենք ընտրի իրանց, վերջ։ Կպրծնենք, ձայնը կտանք նրան, ով որ կլուծի այս հարցը։ Օրենքը ընդունված հաստատված է, ուղղակի պիտի վերանայի, ինչ վերանայեցին։ Չվերանայեցի։ Դե հա։ Հա, միջև կհասկանանք, հա։ Ասում են գնացեք, ապրեք ենքան, միջև մերնեք և վերջ։ Այս երկիրը ձեզ պետք չի, դուք կառուցել եք, բայց մենք պետք է տանենք ձեզանից, բայց ուր տանեն, թուրքերին, ադրբեջանին, ոչ, հայը պետք է իր հողում ապրի, հողում, որ իր երկիրը ծաղկի և ցիգան չդառնա, որ ամեն տեղից տշեն ասեն, պաշոլ դու ցիգան ես, երկիրը մեր պետք է պահենք, ոչ թե երկիրը ծախենք Ադրբեջան կամ Թուրքիա, Ադրբեջանն ու Թուրքիան լավ հարստացել են արդեն, հերիքա մեր կաշին կերտեն, այդ է պետք որ մարդիկ մտածեն, ժողովուրդը աշխատի մի կտոր հացի փող, վсё, ուրիշ ոչինչ չեն ուզում, իրանք ոչինչ չեն տվել, ոչ տուն են տվել մեզ, ոչ հարստություն, ոչ փող, ոչ կալվածք, ոչ մեքենա, իրանք են հարստացել, մենք մեր եղածը, որ ժամանակին մեր պապերը, մայրերը, հայրերը, իմ հայրս կառուցող է եղել ամբողջ Հայաստանը, շինարար մարդ է եղել, կառուցե թողել գնացել է մի հատ տուն են տվել, ասում է տուրնձի, ինչի տամ։ Իմ ծնողս տանջվել է, ինձ տվել է այդ տունը, իր տանջանք, իր գումարը գնացել է այդտեղ, բայց հիմա ինչ իր տունը տամ։ Տվել է, որ իր երեխեն ապրի, Լյուբոյինն էլ նույն ձև է։ Ծնողը տանջվել է, իր երեխի համար ստեղծել է, իրանք ոչինչ չտալով ուզում են մեր տներն է տանեն։ Բարձով է չէ, ասում է եկեք այստեղ Բաղրամյան փողոցի վրա ձեր հետ կնստեմ հաց կուտեմ, բայց հետո կանստի ուտի, հետ եկել եմ։ Մորացա, 6 տարի առաջ էս էին ասում։ Ինչը պիտի Ուրիշ ոչ մի բանի համար, կոմունիզմ քարոզում են, կոմունիզմը ինչ էր անում, միանից արձակուր տալիս է, 13 աշխատավարձ տալիս է, 8 տալիս է, իմ մամաս հանքի աշխատող է եղել, հանքում է աշխատել, ամբողջ իր բամոր դասակարգը գնացել է հանգստանալու, ես այսենց ամեջար, այո, ճամբարը տարել է, իմ մամաս իր հաշվապա լինելով, երեխաներին տարել է ճամբար, տեղավորել է, 15 օրը մեկ գնացել է ստուգման, եկել է, որ այդ երեխեքը հապահով ապրեն, միս ուտեն, կարակ ուտեն, իրան ժամին պարապեն, զբաղվեն։ Բուժումը եղել է անվճար, եղել է, ես բուժվել եմ անվճար, բուժվել եմ, ապրել եմ։ Հայրս մահացել է, մայրս ապայել 2 երեխա, բայց ապրել ենք։ Սովորել ենք, կրթվել ենք, ամեն ինչներ ունեցել ենք մեր չափով։ Սովետի ժամանակ, ուրեմն ես ասեմ։ Սրանք ինչ արեն, ամբողջ սովետի